Les défis, c'est la double évaluation et la double accréditation. Il fallait tenir compte et des standards arméniens et des standards français, même si les deux agences étaient d'accord qu'on remette un seul rapport. Շատ բարդ է, երբ որ դու այդ հորձանուտի մեջ ես անընդհատ ու ընդհանրապես չես կարողանում կողքից հայացքով տեսնել ճիշտ ես անում, սխալ ես անում, ինչ թերություններ կան։ Սեմ ժամկետներում փորձել հնարավորինս համապատասխանեցնել համալսարանի հաշվապատական հաշվառումը, բյուջետային նախագծումը եւ ենթակառուցվածքները ոլորտի եւ հավատարմագրման պահանջներին։ Վերհանել խնդիրները եւ փորձել դրանց ճիշտ եւ ժամանակին լուծումները տալ։ Կարողանալ շրջանավարտների եւ գործատուների օրինակով ցույց տալ, թե ինչպես է համալսարանը փորձում հարմարվել անընդհատ փոփոխվող աշխատաշուկայի պահանջներին։ Մենք մեր հանդեպ գեր քննադատ չլինելը, դա մեծ մարտահրավեր էր։ Ներկայացնել նորաստեղծ ֆակուլտետը օբյեկտիվ եւ կառուցողական մոտեցմամբ։ Օբյեկտիվորեն նայել սեփական աշխատանքին, հեռավորությունից նայել սեփական աշխատանքին։ Ավելի շատ խորացնենք մեր գիտելիքները գիտահետազոտության մեջ, հասկանալ, որ ինչ որ կետում պետք է կանգ առնել։ Բանջարեղտ ներկայացնել յուրաքանչյուրս մեր բաժնում առկա ճշգրիտ իրավիճակը, անկախ դրա շահեկան կամ խոցելի լինելուց։ Ամենամեծ մարտահրավերը համալսարանի ուժեղ եւ թույլ կողմերի օբյեկտիվ եւ ազնիվ գնահատումն էր։ Ինձ համար ամենամեծ դժվարությունը տարբեր բաժիններից տեղեկատվություն հավաքելն էր։ Խելացի մարդկանց համատեղ աշխատանքներ։ Համակարգային մոտեցման ճշգրիտ իրացում։ Հակիրճ եւ սեղ նկարագրել բավականին մեծ աշխատանք, որը կատարվել է։ On a tiré de grandes leçons, premièrement, parce que ça permet de voir, même si nous sommes une université de qualité, ça permet de voir où sont les faiblesses, où sont les points forts et de travailler sur les années à venir au développement de l'université en tenant compte des recommandations. Ամենակարևոր օգուտը, որ քաղեցինք, բնականաբար այն էր, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի փորձագետները տվեցին իրենց արժեքավոր կարծիքները եւ խորհրդատվությունները ողջ գործընթացի եւ բացերի եւ լավ կողմերի վերաբերյալ։ Սա կարող եմ անվանել հիանալի ինտենսիվ կուրսեր, ոլորտի առանձնահատկություններին ծանոթանալու եւ փորձառություն ձեռք բերելու համար։ Ինքնավերլուծության եւ հավատարմագրման գործընթացը շատ մեծ մասնագիտական փորձառություն էր եւ օգտակար, քանի որ հնարավորություն տվեց հսկայական ծավալի աշխատանքը դասավորել իրենց տարակներում։ Հետևել նոր միտումներին եւ զարգացումներին եւ դրանց համընթաց քայլել։ Ամենակարևոր ձեռքբերումը, որ հասկացանք, թե որտեղ ենք մենք գտնվում, ինչ մակարդակում եւ որտեղ ենք ուզում լինել եւ ինչին ձգտել։ Կարողացա ել ավելի կարևորել տարբեր երբեմն իրար հետ կապ չունեցող թիմերի միջև համագործակցությունը։ Սկսեցի ավելի քննադատաբար նայել աշխատանքից եւ ավելի լավ պատկերացնել իմ աշխատանքի ուժեղ եւ թույլ կողմերը։ Որ ամեն ինչ պետք է ընդունել այնպես ինչպես կա, քո առջև դնել նպատակներ եւ կամաց-կամաց այդ նպատակներին հասնել։ Վերապատրաստումներու, աշխատարանների, այս թիմային աշխատանքների ընթացքում անկայի հետ գրթության կամ գրթական ծրագրերու ջարդարակիդության կապված բավական նորություններ սովորեցինք։ Զարգացրեցի գործընթացները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հմտությունները։ Նաև ուղենշեցինք այն ճանապարհներն ու մեթոդները, որոնց կիրառմամբ պետք է փորձենք առաջիկա տարիներին ուղղել այդ բացերը, շտկել թերությունները եւ ամրապնդել առավելությունները։ Փորձի փոխանակում եւ կառուցողական քննադատություն։ Ինքնագնահատման հնարավորություն։ Համատեղ աշխատել, տարբեր խնդիրներ բացահայտել, դիագնոստիկա անել, թե ինչ խնդիրներ կան, որ հետո շտկես, բավականին բարդ է ու թիմային ձևով ընտրվում։ Դա ինձ համար լուրջ ձեռքբերում էր։ Հասկացա, որ սա ոչ թե մեր թիմային աշխատանքի վերջին կետն էր, այլ գալիք անելիքների սկիզբը։